Ոչ թե նա է ընտրյալ, ով ինքն իրեն է գովաբանում, այլ նա, ում Տեր Աստված է գովում։ Երկրորդ Կորինթացիս 10-18 գլուխ եւ համարից է այսօրվա ընթերցվածքը, շատ սիրելի մեր քրիստոնյա քույրեր եւ եղբայրներ, սիրելի հավատավորներ, այսօրվա Սուրբ գրքի ընթերցվածը Սուրբ Պողոս առաքյալի նամակից է, ուր առաքյալը խոսում է ինքնագովության ախտի մասին, ախտ, որը բնորոշ է բոլոր ժամանակներում և արտահայտվում է և դրսևորվում է չիմացության, տգիտության պատճառով։ Խոհեմ, բանիմաց, գրագետ մարդը չի կարող իր մասին ունենալ չափազանց մեծ կարծիք։ Իր մասին մեծ կարծիք ունեցողը տգետ, ինքնահավան այն մարդն է, ով կարծում է, թե իրենից առավել, իրենից բարձր ոչ ոք չկա այս աշխարհում։ Պողոս առաքյալը այս նամակում մատնացույց է անում Կորինթոսի կեղծ ուսուցիչներին, որոնք անընդհատ գովում եւ գովում էին իրենց։ Հպարտությունը պատել էր ամենքին եւ ամենուր։ Այդ մարդիկ իրենց անձից եւ անձերը չափում էին իրենց իսկ չափանիշներով, իրենց մարդկային չափանիշներով էին տեսնում իրենց շուրջ գտնվող մարդկանց։ Եվ սա բնականաբար շատ անմիտ, անհեռատես դրսևորում է եղել բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների մեջ։ Լավ, այս դեպքում ո՞րն է չափանիշը, ո՞րն է մարդու համար օրինակը, որով մենք պիտի որպես քրիստոնյա առաջնորդվենք։ Կա միայն մեկ չափանիշ, որով պիտի առաջնորդվենք, եւ այդ չափանիշը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Միայն Քրիստոսի հետ համեմատվելու դեպքում մենք կարող ենք ճշմարիտ կերպով ապրել։ Ուրիշ ոչ ոք, ոչ մի մարդ չի կարող մեզ համար լինել որպես չափորոշիչ եւ չափման միավոր։ Իհարկե, սա չի վերաբերվում Սուրբ եկեղեցու սրբազան եւ սուրբ մարդկանց, որոնք ճանաչվել են, որոնք եղել են եւ կլինեն քրիստոնյաներիս համար լավագույն օրինակ։ Եվ երբ որ ինքներս մեզ համեմատում ենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ, կամ եկեղեցու սուրբերից որևիցե մեկի հետ, տեսնում ենք որքան անարժան, տեսնում ենք որքան թերի, տեսնում ենք որքան մեղավոր մարդիկ ենք մենք։ Ինչքան սխալներ, ինչքան բաց թողումներ ունենք մեր կյանքում, որի մասին մեր մտքով անգամ չի անցել եւ չի անցնում դերևս մաքրելու այդ մեղքերից, մաքրվելու, ազատվելու, ազատագրվելու մեր ներսում բուն դրած հսկա մի աղբից։ Սիրելիներ, Սուրբ Պողոս առաքյալը ասում է, որ երբեք ինքը Պողոսը չի պարծենում եւ չի գովաբանում ինքը իրեն։ Ճիշտ հակառակը, Պողոս առաքյալը պարծենում է Աստծով, Պողոս առաքյալը Աստծո ողորմությամբ է պարծենում։ Պողոս առաքյալը ի վերուս տրված շնորհներով է պարծենում։ Պողոսը ուրախ է նաև իր կյանքի հանդիպած եւ ամեն օրվա լավ օրվա համար։ Եվ Պողոսը ուրախ է նաև փորձությունների մեջ գտնվելով։
Պողոսը պարծենում է Տիրոջ հրաշագործ խաչով, որ փրկում է շատերին տարբեր իրավիճակներից դուրս գալու, երգեր գտնելու և դեպի Տերը դառնալու և դեմքով շրջվելու։ Պողոսը շատ է տխրում, երբ տեսնում է անմիաբանություն, բաժանումներ է տեսնում Պողոսը, սրանից տխրում է, եկեղեցում է տեսնում բաժանումներ և հասարակական կյանքում։ Խնդիրը կայանում է նրանում, որ Քրիստոս, Աստված չի կարող լիարժեք ներգործել, այնուհետև իր գործը կատարելության հասցնել, ուր կա անմիաբանություն։ Իսկ անմիաբանության մեջ պիտի իմանանք, որ իշխում է մեղքը, իշխում է կեղծիքը, կեղծ ուսմունքները և նամանավանդ սուտը։ Մի պարծեցեք ձեզանով, մի գովեք ինքներդ ձեզ, ասում է առաքյալը Կորինթացիներին, ասում է առաքյալը նաև այսօր ամեն մեկիս, հայ ժողովրդին է ասում, մի պարծեցիր, մի գոռոզացիր, լոպազ մի եղիր։ Ինչիդ վրա ես մեծամտանում, ինչիդ, չեղած բաների վրա չեն մեծամտանում, եղած բաներն էլ ըստ Աստծո խոսքի ընդամենը անցավոր, փուչ, տկար բաներ են, ժամանակավրեպ և անարժեք։ Եկեք չպարծենանք մեզանով։ Սա բնորոշ է հպարտ, անպետք մարդկանց, մարմնավոր, ոչ հոգևոր մարդիկ են պարծենում իրենք իրենցով։ Առաքյալը, սիրելի քրիստոնյաներ, ասում է ավելին. մեզ հեռու պահենք մեր մասին գովասանքներ լսելուց։ Ինչքան ենք ձգտում, ինչքան ենք փափագում, ցանկանում, ուզում մեր մասին լսել գովք։ Տառապում է այսօր ազգը իր մասին գովասանքի խոսեր լսելուց։ Օրվա մեջ եթե մեզ անսահման գովեն, գովերքեն, գովաբանեն, խոսքեր ասեն մեր մասին, այդքան առավել հաճելի կլինին մեզ համար լսել և լսել հաճույքով։ Հեռու մնացեք դրանից, ասում է առաքյալը, դրա փոխարեն եկեք հետամուտ լինենք միայն Աստծո կողմից մեզ տրված գովասանքին, որովհետև միայն Աստված կարող է մեզ ճիշտ գովել, ճիշտ գովաբանել, գնահատել մեզ։ Ճշմարիտ և վերջնական մեզ գնահատողը Հիսուս Քրիստոսն է, ոչ թե մենք կամ մեր դիմացի կանգնած մարդը։ Իսկ երբ կարժանանանք Աստծո գովասանքին, Աստծո գովասանքին արժանի կլինենք միայն այն ժամանակ, երբ կատարենք Աստծո խոսքը, երբ կատարենք Աստծո պատգամները, մեզ համար առաջնային պիտի լինի ոչ թե մարդկանց երբեմն չափազանցված գովասանքի խոսել մեր մասին, այլ կարևոր պիտի լինի մեզ համար, թե ինչպես կգնահատենք և կգնահատվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Շատ ցավոք, այսօր ամբողջ սոցցանցը լցված են անարժեք ինքնագովեստներով, գովազդներով, սեփական անձի փառաբանությունը, նկարներով, տեսահոլովակներով, երբեմն անճաշակ, երբեմն գռեհիկ, վուլգար տեսարաններով ողողված է ցույց ամենքի։ Այս ոչ այլ ինչ է, եթե ոչ անձի փառաբանություն, սեփական անձի աստվածացում։ Այս դարի չարիքը ինքնաստվածացումն է։ Դա էլ հերիք չէ, քիչ չէ, մարդը անհակ ցանկություն ունի, որ իրեն պաշտեն, իրեն երկրպագեն որպես Աստված։ Սա կատարյալ կռապաշտություն է, սա կատարյալ չարիք է, բացարձակ հետամնացություն, ինչը արվում է ստրկատիրական ժամանակներում դարեր առաջ։ Մարդը այսօր
կարծես գահանկեց է արել երկնավոր Տիրոջը եւ իր գահից վռնդել է Տիրոջը Աստծուն եւ ինքը բազմել է Աստծո արքայության խորանի աթոռի վրա։ Սիրելիներ, ոչ թե նա է ընտրյալ, ով ինքը իրեն է գովում, այլ նա, ում Տերն է գովում։ Այսօր մեզ ասում է Սրբազան առաքյալը. Սիրելի հավատացյալներ, շատ ենք հեռացել Աստծուց, օտարացել ենք Աստծո խոսքից, ապրում ենք Աստծո խոսքին ճիշտ հակառակ, ապրում ենք այն, ինչը զայրացնում է մեր Տիրոջը, ու երբ Աստծո արդար պատիժն ենք ստանում, միանգամից ասում ենք, երգում ենք, ուր է իր Աստված, ուր է իր Աստված, և այս աղետը եկավ մեզ վրա, ուր է իր Աստված, չէ որ մենք հայրս առաջին քրիստոնյաներն ենք եղել աշխարհում, չէ որ այս, չէ որ այն, խելացին նա է, ով դասեր կքաղի իր սխալներից, խելացին իմաստունը նա է, ով դասեր կքաղի դիմացինի սխալներից։ Մնում ենք նույն սխալների մեջ, չենք էլ ցանկանում մտածել, ինչպես դուրս գանք, ինչպես փրկության ճանապարհի վրա ելնենք եւ կանգնենք։ Աստծո համար կարևոր չէ, դու առաջին ազգն ես քրիստոնյա, թե ոչ, որ ընդունել ես քրիստոնեությունը, թե ոչ։ Տիրոջ համար շատ կարևոր է, դու այսօր, նորից եմ կրկնում, այսօր, ինչպիսի քրիստոնյա ազգ ես։ Բավ է ճոռոմա խոսել, գլուխ գովալ, պարծենալ, բավ է։ Շատերս ապրում ենք սին, միամիտ, մեր հայ ժողովուրդը միամիտ է, երազներով, պատրանքներով, թե ապագան այս է լինելու, այն է լինելու, մեզ պակասում է իրատեսություն, ճշմարտության աչքերին բաց աչքով նայելու կարողություն, եթե սա ունենանք, շատ հարցեր լուծում կգտնեն, շատ հարցեր մտնում են չլուծված, քանի որ ճշմարիտ փաստերին, ճշմարիտ իրողություններին, պարզ ճշմարտություններին նայում ենք չնայելու նման, փակ աչքով, տեսնում ենք կարևորը, անհամարում ենք կարևորը իրականությունը եւ ընտրում ենք անկարևորը, ընտրում ենք բացասականը, ինքներս մեզ մեր ձեռքով քանդում մեր կառուցած տունը։ Իրատեսություն, սիրելի քրիստոնյաներ, նշանակում է տեսնել իրականությունը, այլ ոչ թե տեսնել ու գնահատել սուտը որպես իրականություն։ Իսկ սուտը չարի գործիքն է եւ ոչ Աստծո։ Աստված ասում է. ինքդ քո մասին մեծ կարծիք մի ունեցիր, իսկ մեզ թվում է, թե եւ ինքնախաբեությունը, որ չարից է, իրական մեծություն է թվում մեզ։ Եկեք իրապես ճշմարիտ հավատով մեր հոգին, մեր սիրտը, մեր միտքը կենտրոնացնենք եւ ուղղենք երկնավոր Թագավորի կողմը։ Եկեք դառնանք Աստված, Աստծո, դեմքով դառնանք Աստծո կողմը։ Աշխարհի փրկիչը մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ մեզ տա հոգևոր արթնություն, որ տա մեզ միաբանություն, որ տա մեզ հավատք, հաղթահարելու ամեն տեսակ դժվարություն, այժմ է միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։